Մալաթիայի հայորդաց տունն արձակուրդային շրջանում է, լռությունը խախտում են միայն երրորդ հարկում աշխատող շինարարները։ Նորոգում են դասարանները, նրանց օգնում են հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայից ժամանած երիտասարդ կամավորները։ Բարեգործական այս ծրագիրը մեկնարկել է 2011-ին։ Երիտասարդները 2 տարի շարունակ դրամահավաք են կազմակերպել եւ այդ գումարով իրականացնում են իրենց բարեգործական ձեռնարկները։ Աղմենի տեղ դե վի, այսինքն Հայաստան կյանքի հող։ Սա ծրագրի անվանումն է։ Նախորդ անգամ նրանք վերանորոգման աշխատանքներ են, ամբողջական վերանորոգման աշխատանքներ են կատարել Բերձորում։ Այս անգամ ընտրեցինք Մալաթիայի հայորդաց տունը, հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Մայրաթուր Սուրբ Էջմիածնի այս հարգի վրա դուք տեսաք շատ ծանր վիճակ էր, որոշակի սենյակներ տասնամյակներ շարունակ չէին վերանորոգվել, երիտասարդները շատ խանդավառությամբ, ոգևորությամբ իրականացրել են այս աշխատանքները։ Խմբում միայն ֆրանսահայեր չեն, Էնդին օրինակ մեկն է այն 4 ֆրանսիացիներից, ովքեր այստեղ են իրենց հայ ընկերների շնորհիվ։ Հայորդաց տանսաները շուտով կունենան եւս 2 բարեկարգ ու լուսավոր դասարան։ Ինձ համար ասիկա շատ մեծ փորձառություն է, շատ հարստացուցիչ է, որովհետև առաջին անգամն է, որ շինարարություններ գնեմ գոր, եւ անշուշտ առաջին անգամն է, որ Հայաստան գուկամ գոր։ Մեր կորձը վերջանան է, երեխաները լավ պայմաններում մեջ գարենան սորվիլ, ուրախանալ, հարստանալ միտքով։ Առաջին անգամ եմ Հայաստանում եւ առաջին անգամ այս օրերին տեսա մեր վանքերն ու եկեղեցիները։ Ուրախ եմ, որ մասնակցում եմ Հայաստան կյանքի հող ծրագրին, որի միջոցով ոչ միայն կարող եմ օգնել հայ ժողովրդին, այլև սեփական աչքերով տեսնել այն ամենն, ինչ միշտ լսել եմ իմ տատից ու ծնողներից։ Մենք անանք դրամ չեն գնարդալ անանք, բայց մեր կորձը գուդանք եւ մեր սիրտը։ Հայորդաց տանը դեռ կան նորոգման կարիք ունեցող դասարաններ, երիտասարդները ցանկություն են հայտնել դրանք եւս նորոգելու։ Հուսով են, որ իրենց օրինակը մյուս երիտասարդական կազմակերպությունների համար վարակիչ կլինի։ Անուշ Արաքելյան, Մեսրոպ Ավետիսյան, Եկեղեցական կյանք։ Հայաստանի տարբեր թեմերում թեմակալ առաջնորդների նախաձեռնությամբ հիմնադրված ճամբարներում ամռան ամիսներին հանգստանում են բազմաթիվ դպրոցականներ։ Գուգարած թեմի ծիծեռնակ ճամբարը, որ գործում է արդեն 11 տարի, հյուրընկալում է թեմի անապահով ընտանիքների ու ծնողազուրկ երեխաների, մարզի դպրոցների գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին։ Տարիների ընթացքում այստեղ ավանդույթներ են ձևավորվել։ Ճամբարականները մասնակցում են ժամերգությունների, ուսումնասիրում են հայ առաքելական եկեղեցու ծեսերը, խորհուրդները, իրենց հարցերն ուղղում հոգևորականներին ու մանկավարժներին։ Մենք այս ճամբարում շատ հանգիստ զգացինք մեզ, սովորեցինք մենք մեր վրա վստահիլ, մենք մեզի ապրիլ առանց մեր ծնողներին։ Տարեցտարի ճամբարում հանգստացողների թիվն ավելանում է։ Նախորդ տարվա 1000-ի փոխարեն ծիծեռնակն այս տարի շուրջ 1500 երեխայի է ընդունել, որոնցից 100-ը եղել են սիրիահայեր։ Սրբազան է, որ մեր քով գուկա, մեզ աղոթներ գսովորեցնի եւ շատ սիրեցի այս ճամբարը։ Ճամբարը շատ մաքուր է, մեջ շատ աբահով։ Ծիծեռնակ ճամբարը մի խոսքով ամենալավ ճամբարն է Հայաստանի մեջ։ Ճամբարը ֆինանսավորվել է Վալեքս խմբի ընկերությունների, մշակույթի նախարարության, Լոռու մարզպետարանի, Գուգարած թեմի եւ World Vision բարեգործական կազմակերպության կողմից։ Ճամբարականները պարբերաբար հանդիպում են ինչպես քահանաների, այնպես էլ թեմի առաջնորդի հետ։ Տունդարձից առաջ ճամբարի տարածքում գտնվող սրբոց մանկացված խորանով մատուրում մասնակցում են պատարագի ու հաղորդություն ստանում։ Ինչպես ամեն հերթափոխ, այս մեկն էլ ամփոփվեց ավանդական դարձած հրաժեշտի խարույկով։ Շուրջ պար մինչ կեսգիշեր։ Վիկտորիա Կարապետյան, Լիլիթ Յոլչյան, Եկեղեցական կյանք։ Օգոստոսի 25-ին Ապարանի Վարդենիս գյուղում կոչվի Սուրբ Նարեկ մատուրի խաչը։ Այդ օրը հանդիսավորությամբ կնշվի նաև պատմական ավետարանի, ինչպես ժողովուրդն է ասում, Պապեի Նարեկի վերադարձը Վարդենիս։ Այն կտեղադրվի Սուրբ Նարեկ մատուրում, որտեղ այսուհետ ամեն տարի բժշկության կարգ կկատարվի։ Հավատացյալները հնարավորություն կունենան հաղորդակից լինելու հրաշագործ ավետարանի զորությանը։ Օգոստոսի 25-ը Ապարանի տարածքի Վարդենիս գյուղում հայտարարված է մատուրի ուխտի օր։ Thank you.